Վաղ առավոտից ահազանգեր են ստացվում ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Բաց քվեարկության դեպքեր են արձանագրվել մի շարք ընտրատեղամասերում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը ահազանգել է, որ Շենգավիթի վարչական շրջանի 8-14 ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստանի թիվ 7 քվեաթերթիկը չեն տրամադրել ընտրողներին։ Իսկ ԿՊԱ-ական Գնես Անոսյանը տևական ժամանակ գտնվել է 19-36 ընտրական տեղամասի տարածքում եւ ուղղորդում է ընտրողներին։ Մեկ այլ միջամտություն է ֆիքսվել 31-09 տեղամասում պատգամավորության ԿՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցել է քաղաքացիների հետ, ինչը ակնհայտ ընտրախախտում է։ 14-23 ընտրատեղամասում արձանագրվել է եւս մեկ ընտրախախտում։ Քաղաքացին քվեաթերթիկը ստացել, դրել է ծրարի մեջ, դրանից հետո նոր մոտեցել է ստորագրելու։ Հայաքվեն հայտնում է, որ 8-59 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է դուրս բերել քվեաթերթիկը։ Նաեւ քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման դեպք է արձանագրվել։ Քվեախցիկում ընտրողին այսպես ասած աջակցելու դեպք է գրանցվել Մարտունու 21-ի 5 ընտրատեղամասում, իսկ Գեղարքունիքի 8-46 ընտրատեղամասում քվեատուփը կապարակնքված չի եղել։ Որոշ քաղաքացիներ հայտնել են, որ հայտնաբերել են իրենց տանը գրանցված անծանոթների, որոնց չեն ճանաչում։ Ահազանգ կա նաև, որ քաղաքացին փորձել է նկարահանել իր քվեարկությունը։ Հայաքվեն էլ հայտնում է, որ 8-32 տեղամասում ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից, ցուցադրելով այն եւ հանձնաժողովը վավեր է ճանաչել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ընտրախախտումների վերաբերյալ 29 ահազանգ է ստացել ժամը 14-ի դրությամբ, ձերբակալվել է 6 անձ, արձանագրվել է կրկնակվեարկության 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Իրավապահները պարզել են նաև, որ կեղծ տեղեկություններ կան որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին։ Գոհար Վարդանյան, Էպիկենտրոն։